Հյուսթոնում մեկնարկում է CERAWeek հեղինակավոր էներգետիկ համաժողովը, Մերձավոր Արևելքում բռնկված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին։ Պոլիտիկոյի տվյալներով Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաները, այդ թվում նախարարներ Քրիս Ռայթն ու Դագ Բերգամը, փորձելու են հանգստացնել նավթային ոլորտի հսկաներին եւ օտարերկրյա դիվանագետներին։ Իրանի հետ ռազմական բախումը եւ Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը կատված է արել համաշխարհային էներգետիկ շուկան ու մատակարարման ուղիները։ Նավթի գների կտրուկ աճն ու վառելիքի համաշխարհային դեֆիցիտը լուրջ կասկածների տակ են դնում Միացյալ Նահանգների որպես կայուն գործընկերոջ վարկանիշը։ Ոլորտի ներկայացուցիչներին այժմ հուզում է միայն մեկ հարց՝ կոնկրետ երբ կավարտվի այս կործանարար պատերազմը եւ կվերաբացվի ռազմավարական նեղուցը։ Սպիտակ տունը խոստանում է հարցը լուծել մի քանի շաբաթում, սակայն իրական գործողությունները դեռևս միայն խորացնում են շուկայի անորոշությունը։ Եվրոպական եւ ասիական տերություններն արդեն սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել, խուսափելով ամերիկյան էներգակիրների գնային տատանումներից։ Փորձագետների կարծիքով հյուսթոնյան հանդիպումները դժվար թե կարողանան արագ վերականգնել վստահությունը խարխլված համաշխարհային էներգետիկ կարգի նկատմամբ։